Բարի լույս, սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշի ընթերցումը Պողոս Առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակի 9-րդ գլխից է, որտեղ վկայվում է Աստծո սիրո արտահայտման մասին։ Արդ, ինչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրա մահվան մատնեց, ինչպես նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։ Ով է, որ մեղադրելու է Աստծո ընտրյալներին։ Աստված է, որ արդարացնում է։ Իսկ արդ, ով է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ եւ Աստծո աջ կողմում է եւ բարեխոս է մեզ համար։ Արդ, ով կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց, նեղությունը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես որ գրված է. Քեզ համար ենք մեռնում ամեն օր, համարվեցինք ոչխար սպանդի համար։ Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց։ Որովհետև համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներկա եւ ոչ գալիք բաները, ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով։ Եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզ հակառակ։ Ինչը կարող է ավելի մեծ լինել մեզ համար, քան այն գաղափարը, որ Աստված մեր կողմն է։ Սա բացառիկ երևույթ է։ Առաքյալը չի ասում, եթե մենք Աստծո կողմն ենք, եթե Աստված մեր կողմն է։ Ուրեմն սա վկայություն է նախ եւ առաջ այն բանի, որ Աստված իր զավակի կողքին է։ Այն մեկի կողքին է, ով վստահել է իրեն իր կյանք։ Այն մեկի կողքին է, ով հասկանում է Աստծո սիրո կարևորությունը իր կյանքի մեջ։ Այն մեկի կողքին է, ով վախկոտ չէ, ով հասկանում է, որ ավելի մեծ սեր իր կյանքում չի ունենալու եւ ոչ մի բան իրեն չի կարող բաժանել Քրիստոսի սիրուց։ Աստված այդ տեսակի կողքին։ Եվ եթե Աստված մեր հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Ոչ մեկ։ Ոչ մեկ բացարձակապես։ Սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշը հենց սրա համար է։ Ընտրել այս հատվածը։ Ոչ մի բանը մեզ չի կարող Քրիստոսից բաժանել, եթե մենք հաստատում ենք, կանգուն ենք այդ ընթացքի մեջ։ Ոչ մի բանը։ Քրիստոսի սերը մեծ է մեր նկատմամբ։ Միայն եւ միայն գայթակղություններն են, որ մեր տկարությունների հաշվին մեզ ստիպում են, որ երբեմն մոռանանք այդ սիրո մասին եւ մոլորվենք։ Իսկ երբ Տերը մեր միտքը արթուն է պահում, մեզ իմաստություն է տալիս եւ մենք ցույց ենք տալիս, որ Տեր, չկա քեզանից կարևոր բան մեր կյանքի մեջ, Աստված մեր կողքին է եւ մեզ առաջնորդում։ Թող որ Տերը միշտ ձեզ այդ իմաստությունը պարգևի, այդ շնորհը պարգևի, որ իր ներկայությունը վայելեք։ Ոչ միայն վայելեք, որպեսզի ձեր կյանքը հարմարավետ լինի, այլ որպեսզի կարողանաք քաջ լինել, արի լինել եւ սիրեք Տիրոջը այնպես, ինչպես Տերն է սիրում ձեզ։ Եվ վստահ լինեք, որ որևէ բան այլևս ձեզ չի բաժանելու ձեր սիրուց, որ ունեք Աստծո նկատմամբ։ Որևէ բան չի կարող ավելի ամոթալի լինել, քան Աստծո սիրո ունացումը։ Որևէ բան չի կարող ավելի կործանարար լինել, քան Աստծո ներկայության բացակայության զգացումը մարդու կյանքում։ Ուրեմն ապրեք այնպես, որ Տիրոջով պարծենաք, Տիրոջով զորանաք եւ Տիրոջով առաջնորդվեք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորին։ Աստված օրհնի